Այն բոլոր տեղերում, որտեղ տեսնում եք կա ռեսուրս, եւ ինքը այդ ռեսուրսին կարող է տիրանալ, ինքը ինչ է անում, ինքը փորձում է այդ իշխանության վրա այդ բայ ազդեցություն ունենալ։ Եթե չի ստացվում, կազմակերպում է հեղափոխություն, հեղաշրջում կամ այլ ձևերով փորձում է բերել իր ազդեցությունը։ Առևանգում, ինչպես Պանամա պետությունը, օրինակ, Պանամա պետությունը առաջացել է հեղափոխության հետևանքով սարքած ԱՄՆ կողմից Կոլումբիայից առանձնալով։ Ինչու՞, որովհետև Կոլումբիային ԱՄՆ առաջարկանում, ասում է թող այդտեղ ջրանց սարքենք, ասում են չէ։ Ասում են դե չէ, հեսա տես ինչ են կանում, կազմակերպում են հեղափոխություն, առանձնացնում են առանձին Պանամա պետություն, իրենք էլ ճանաչում են որպես անկախ պետություն, որը իրենց թույլ է տալիս այդ ջրանցքը կառուցեն։ Դա օրինակ 1, օրինակ 2։ Մարդիկ գիտեն, օրինակ Պինոչետ դիկտատորը որտեղից է առաջացել։ Էլի իշխանափոխություն են անում, որտեղ Չիլին իրենց շահերի չէր սպասարկում, բերում են իրենց ուզած մարդուն, ու էական չի որ դա կլինի դիկտատոր թե ինչ կարգի։ Հիմնականում են դիկտատորները, որոնք որ իրենց հետ լավ հարաբերություն ունեն, հա, իրենց նշանակածներն են, իրենց համար լրիվ նորմալ է։ Մյուս օրինակը բերեմ, Կոնգոյում ընտրվել էր, այբ որ անկախացել էր Կոնգոն, Բելգիայից գաղութացումից դուրս էր եկել, ընտրվել էր ժողովրդավար, ընտրված առաջին ղեկավարը ուներ։ Ինչ արեցին այդ մարդու հետ, էլի կազմակերպեցին Բելգիայի ու ամերիկյան հատուկ ծառայությունները։ Իդեպ էս ինչ ասում եմ, սա ուղակի զրույցներ չի, ուղակի այսպես ասած ինչ որ տեսություններ չեն։ Սա այս ամեն ինչի մասին գրքեր կան, ամերիկյան հատուկ ծառայությունները ընդունել են, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել, որոշ փաստաթղթեր են նույնիսկ հրապարակել, հեղափոխություններ են արել որ երկրներում։ Ինչ են անում։ Նույն կներեք Վենեսուելայում Ուգո Չավեսը։ Գալիս եմ հերթով մեր օրեր։ Հիմա ինչ արեցին Կոնգոյում, հեղափոխություն արեցին, տվեցին հակառակ ուժերի իշխանությունը, ինչու՞, որովհետև այս մարդը, որ եկել էր իշխանության, այդ կոբալտի եւ այլնի բրիլյանտի այդ մեծ պաշտոններ ունեն, ուզում էր պետականացնել, այսինքն ծառայեցնել ժողովրդին։ Գանք մեր հարևանություն։ Հիմա հենց հիմա Իրանում այն ընդվզումը որ տեղի ունենում։ Հենց հիմա օրերս եւի ժամեր առաջ Տրամպը հայտարարում էր, որ մենք եթե պետք լինի միջամտություն կգործենք, եթե օրինակ այդ ցուցարարներին ջարդեն, փշրեն եւ այլ եւ այլ, այսինքն վիրտուժ կիրառեն, հա, դժողքով կանցնեն այդ ուժը իշխանությունները Իրանին։ Ես դիտորդներին հիշեցնեմ Իրանի հետ ինչ գործ ունեն։ Հիշեցնեմ նաեւ, որ ինչ որ պահի Իրանը ԱՄՆ ամենամոտ գործընկերներ, ամենամոտ դաշնակիցներ այս տարածաշրջանում Թուրքիայից առավել եւ նաեւ Իսրայելը, եւ ինչ տեղի ունեցավ։ Երբ որ էլի եկավ իշխանության Մոհամեդ անունով մարդը, որը ուզում էր ռեսուրսները պետականացնել նավթային, որտեղ British Petroleum-ին էր պատկանում ամբողջը, պետականացնել եւ ծառայեցնել ժողովրդին, էլի կազմակերպեցին իշխանափոխություն, այսինքն կարողացան տարբեր գործիքներով մարդկանց հանել իշխանությունների դեմ այդ պահի։ Եվ իշխանության բերեցին շահին։ Հա, այսինքն մինչև այդ շահից ազատվել էր ժողովուրդը։ Շահն էլ ինքը կառավարում էր, ճիշտ ազատություններ տվել էր որոշակիորեն։ Հիմա օրինակ շահի տղան, որը ԱՄՆ-ում նստած է եւ ծառայում է ներկայ ադմինիստրացիային, նույնիսկ կոչ էր արել հիմա որ ժողովրդին դուրս գալ, այսինքն ԱՄՆ-ը հիմա ինչ է ուզում անել։ Օրինակ այսօր CNN եթերում Իրանի ցակմամբ մարդկանց հանում է կեղտոտ զրույցներ են անում, օրինակ մասնապես մեկը որ լսեցի, ես էլ էի զարմացել, որ Այաթոլլահ Խոմեյնին, ներկայ Իրանի հոգևոր առաջնորդը, նա էր կազմակերպել Տրամպի դեմ մահափորձ, ասենք սա մի աբսուրդի ժանրից է, որ մարդկանց այս նույն ամերիկյան հանրությանը, որպեսզի ստանան համաձայնություն ներխուժելու այլ երկրներ գրավելու, իրենց որոշակի կեղծ քարոզչությունը կերստում շարունակաբար։ Ոնց որ Ուկրաինայից առաջ սկսեցին գեներացնել, այո։ Եթե օրինակ ընդ որում Վենեսուելան Իրանի հետ շատ մեծ կապի մեջ է այն առումով, որ օրինակ նաև Իրանին մեղադրում են, ասում են Վենեսուելայում իրանք այդ Համասի եւ այլնի զորքեր էին այդտեղ վարժանքներ իրականացնում։ Այո, տարբեր աղբյուրներ կան, ասում են Իրանը մեծ ազդեցություն էր ձեռք բերել Վենեսուելայի վրա եւ Վենեսուելային նեյտրալիզացնելը, այսինքն նրա առաջնորդին վերցնելը, գերեվարելը, իմ բառերով ասած, նույնպես այս շարքից է։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Տրամպը 3, այսօր եմ նայել, այսինքն 3 է իրենց մոտ, հայտարարել է նաև, որ 60-ից ավել միջազգային կազմակերպությունից դուրս են գալիս։
Այո, ՄԱԿ եւ այլն, այո։ ՄԱԿ այլ նաեւ կա ժողովրդավարության, sense ինչ որ աջակցություն եւ այլն, այս կարգի նույնիսկ կազմակերպություններ, մարդու իրավունք եւ այլն։ Այս բոլոր կազմակերպությունները, ինչպես մենք բոլորս գիտենք, փափուկ ուժի կիրառման գործիքներ են տարբեր տարածքներում, բայց հիմա քանի որ ԱՄՆ-ը անցել է ուղիղ գործելուն, Տրամպը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա անում է նույն քաղաքականությունը, այսինքն դա որն է ամերիկյան քաղաքականությունը, իրենք ծառայում են իրենց կորպորացիաներին, այդ իշխանությունները, ֆինանսական, եւ իրենց կորպորացիաների համար տարբեր աշխարհի տարբեր վայրերում պետքա ռեսուրսներ կորզելու հնարավորություն ունենան։ Դա է պատճառը, որ ԱՄՆ-ը մոտ 700 ռազմաբազա ունի աշխարհի տարբեր տեղերում, ԱՄՆ-ից դուրս։ Հիմա այս սա ինչի համար է մեզ ամբողջը պատմում։ Հիմա իրանք օրինակ Վենեսուելան նեյտրալիզացնում են նաև ինչի համար են, թիրախարում ու սենց կոշտ ձևի։ Իրենք իրենց դոկտրինում Չինաստանը դրել են համար 1 վտանգ։ Չինաստանը այն տեպով է զարգանում, արդեն գիտությամբ էլ հասել է իրենց կարելի ասել, որ ԱՄՆ-ը լուրջ վտանգ է տեսնում Չինաստանի մեջ։ Մանավանդ որ Չինաստանի կառավարման աշխարհակարգը իրենց պատկերացրած աշխարհի կառավարման կարգը լրիվ հակասական է ԱՄՆ-ի պատկերացրածի հետ։ Եվ այդ պայմաններում, քանի որ Վենեսուելան Չինաստանին մեծ նավթի մատակարար է, իրենք կտրում են այդ անոթը, որը Չինաստանի ռեսուրս է մատակարարում սրանով։ Եվ դե որպեսզի իրենք վաճառեն ամերիկյան դոլարով Չինաստանին։ Բացի այդ կամ վաճառեն կամ չվաճառեն։ Օրինակ փոխնախագահ ԱՄՆ-ը այսօր էր հենց հայտարարում, որ Վենսը այո ասում էր, որ այս կնոջը, որ նոր փոխնախագահային Վենեսուելայի դրել են նախագահ, իրենց համանդրական բանով այդպես է, որ նախագահը չկա, փոխնախագահն է ստանձնում պարտականությունը։ Իր առաջ ուղիղ տեքստով դրել են, ասել են, եթե դու մեր ազատները անում ես, մենք քեզ ձեռ չենք տալիս, եթե դու մեր ազատները չես անում, հենց բառացի ասում են։ Մենք քեզ էլ ենք նեյտրալիզացնելու։ Դրանից առաջ իհարկե մի քանի օր առաջ ինֆորմացիա տարածվեց, երբ որ արդեն Մադուրոին տեղափոխեցին Նյու Յորք, կնոջ հետ պատրաստվում էին դատավարությանը, ինֆորմացիա հրապարակվեց, որ այդ կինը հենց պետնախարարի ինքը եղել է նավթի նախարար, այո, որ ինքը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ ամերիկյան եւ այս գործընթացը անելու մեջ իր դերակատարումն է ունեցել։ Չի բացառվում ոչ մի բան, բայց ամեն դեպքում հիմա այս կինը արդեն համաձայնվել է, որ օրինակ 50 միլիոն բարել նավթ տան ԱՄՆ-ին, ինչը մոտ այս գնով մոտ 3 միլիարդ դոլար է կազմում, բայց հաջորդիվ էլ իրենց առաջ կա դրած պայմաններ։ Հիմա սա ինչի մասին է։ Նույնը անում են, իրանք փորձում են անել Իրանին։ Հաջորդ մեծ նավթի մատակարարը Իրանն է։ Երբ որ սա ասում եմ, նկատի ունեմ կա շուկա նավթի եւ կա շուկայից դուրս մատակարարում, քանի որ Իրանի նկատմամբ սանկցիաներ կա, Իրանը շուկայում չկա նավթի։ Բայց շուկայից դուրս ինքը իրենց ցանկալի արժույթներով վաճառք անում է Չինաստանին։ Հիմա ինչպես օրինակ հիմա Ռուսաստանի դեմ սանկցիաներ կան, բայց էլ ինքը նավթը վաճառում է Իրան։ Իր, ասենք Հնդկաստանին է վաճառում ռուբիով, հա, դոլարով չի, որտեղ միջազգային շուկայից չեն առնում։ Հիմա սա այս ամբողջը ինչի մասին է պատմություն, որ ԱՄՆ-ը որտեղ էլ գնա, նա կորպորատիվ շահեր սպասող իմպերիալիստական գաղափարախոսության պետություն է։ Այս ամենը առանց բացառությունների, բայց ավելի մեղմ բաներով վերաբերում է Ռուսաստանին։ Այսինքն, եթե հիմա դնենք էլի պատմական ակնարկներ անենք, եւ Ֆինլանդիա, եւ օրինակ, չգիտեմ, Լեհաստան, մյուս Սովետական միությունից առաջ էլ, նույն Սովետական միությունն էլ, իրենք մտնում գրավում էին այն տարածքները, որտեղ իրենց շահերի գոտի էին համարում։ Ինչը հիմա նաև Ուկրաինայում է տեղի ունենում։ Մարդկանց այս ամենը շատ Թրամփը այն ինչ էր ուզում, բնական ռեսուրսներ, հազվագյուտ մետաղներով ինքը ստացավ։ Ուկրաինայից ստացել է արդեն համաձայն, որ կեսը հիմա արդեն իրեն պետք չի ասում է Եվրոպա գնացեք կեսը իրենցն է արդեն, ինչ արդյունահան են Ուկրաինայում, կեսը ամենին պետք է տան։ Հիմա տեսեք, այս ինչի է մեր այս պատմը մեր ժողովրդի համար, որ նախ մի հատ պատկերացնեն այս աշխարհը ոնց է իրար հետ բանում, այսինքն այն ստեղ ուժեր կան, չէ, որ ասում են դե ԱՄՆ-ի հետ որ լինենք մեր համար լավ կլինի, այդ տենց չի աշխատում։ Այսինքն ստրուկը մեկը ստրուկ է մնում։ Հիմա թե ստրուկին միտեղ մի քիչ ավել մի ճաշ ավել կտան, մյուստեղ մի ճաշ քիչ են տալի, դրանից մեր վիճակը չի լավանալու։ Այսինքն ստեղ հիմա մեր դաշտն էլ որ նայեք եւ քաղաքական եւ մեդիա ինչ են արել, դարձել են երկու այս ուժերի միջև բաժանարար բան են դրել ու սենց իրար դեմ կռիվ են անում։ Բայց հայկական